ՑՄ ազատազրկման դատապարտվածների հարազատները պահանջում են իրենց որդիների գործերի վերանայում։ Ես մայր խնդրում եմ մեր կառավարությունից, մեր ղեկավարներից, եթե իմ երեխաս մեղավոր է, պահանջում եմ, թող իմ երեխային գնդակահարեն մասսայական, եթե չէ, թող մի հատ արդարություն այդ գա։ Այնա մահապատիժեր գնդակահարեք, նրանք էլ պրծնեն, հարազատներն էլ պրծնեն։ Ինչ է նշանակում մինչև մահդ 4 պատի մեջ մնա, իսկ դու օրական 4000 դրամ դուրս գրի, որ այդ դատապարտյալի վրա ծախսում ես։ Ո՞վ է ծախսողը։ Ծախսողը ես եմ, այս կնիկն է։ 20 տարին լրացել է, թող մարդուն բաց թողեն։ Տուն, եթե հանգարց խախտում կանի, խնդրեմ, թող բերեմ, փակեն ու էլ բաց չթողեն։ ՑՄ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի հայրը չի հավատում, որ երբևէ որդու գործը կվերանայվի։ Գործը բացահայտվավ, թե ովքեր են եղել այդ գործի գլուխը ու կատարողները, շատերի գլուխները կթռնի։ Це կոնկրետ Արթուրի գործը հսկող ղեկավարող դատախազը եղել է Գասպարյան Վովան, մնացածի մասին ձեն չեմ հանի։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշում է, որ հարցը պետք է լուծվի իրավական ճանապարհով, այլ ոչ թե մարդասիրական մղումներով։ Մարդասիրականը կներ, որ որոշ ՑՄՀ ազատազրկվածների ներում շնորհվեր, ինչպես ներում շնորհվեց Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Հարազատները կառավարությունից որևէ պատասխան չստանալով երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր եւ նամակ հանձնեցին Սերժ Սարգսյանին։ Իրենց հարազատների գործերի եւ պատժաչափերի վերանայման պահանջով։ Պատասխանը կլինի 10 նորից։